Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է գործուղումները թանկարժեք հատուկ չվերթներով։ 2015-ին այդ նպատակով բյուջեից ծախսվել է շուրջ 84 միլիոն դրամ, ընդ որում այս թիվը չի ներառում նրա այցը Չինաստան, որի արժեքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս երևույթի համար ունի կարճ նկարագրություն։ Խրախճան ժանտախտի ժամանակ ինքը պետք է հաշվի նստի, թե ինքը ինչ պետություն է ներկայացնում։ Եթե քո պետության քաղաքացին այսօր քաղցած է, ապա դու այդպիսի շռայլություն, այդպիսի հնարավորություն չպետք է ունենաս։ Ամիսներ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ չվերթներով մեկնել էր Ղազախստան և Չեխիա։ Այդ չվերթների իրականացման համար բյուջեից ավիաուսումնական կենտրոն ընկերությանը վճարվել է ավելի քան 37 միլիոն դրամ։ Պարզվում է, որ այս հատուկ չվերթների համար հավելյալ ծախսերի կարիք է եղել։ Մեկ ամիս առաջ կնքված երկու պայմանագրով ավիաուսումնական կենտրոնին ավելի քան 8 միլիոն դրամ է փոխանցվել օդանավի կայանման և լրացուցիչ թռիչքային ժամանակի համար։ Նույն օրը, երբ վարչապետի հատուկ չվերթների համար պայմանագրեր էին կնքվում, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ ճանապարհորդությունների քաղաքականությունը պետք է փոխվի։ Մյուս տարվա ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք ունենանք կենտրոնացված համակարգ տոմսերի պատվերի։ Հիմնական կանոնը հետևյալն է, բոլոր աշխատողները ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում եւ այլն։ Երկրորդ խումբ անձինք դա նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավել է։ Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս պաշտոնական այցերին մեկնում էր հատուկ չվերթներով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ակտիվորեն քննադատում էր Սարգսյանի աշխատակազմի այս ծախսերը։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի, իրենք այսօր էլ դեմ են անարդյունավետ ծախսերին, սակայն պատգամավորն ասում է, որ ինքը չի կարող պնդել, թե Հովիկ Աբրահամյանի այցերի համար ծախսվող գումարներն անարդյունավետ են։ Եթե դա նախատեսված է նախորոք, որ ինքը ընդունող երկիրը պետք է ընդունի մեր երկրի վարչապետին, որպես պաշտոնական այցելություն, այս ինչի համար, ուրեմն ես չեմ կարող պնդեմ, որ դա անարդյունավետ ծախս է։ Ուրեմն դա նախատեսված է ի վերուստ էլի։ Տարեվերջին լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը նշել էր, որ 2016-ին անարդյունավետ ծախսերը նվազեցվելու են, նույնիսկ կառավարության կազմը կկրճատվի։ 16 թվականին նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ եւ նաեւ ծախսերի կրճատումներ, ավելորդ ծախսերի, մենք պետք է բոլոր ֆինանսական միջոցները ուղղենք արդյունավետ ծախսեր իրականացնելու։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ծախսերի կրճատման խոստումներից հետո արդյունք չի տեսնում։ Ըստ պատգամավորի հատուկ չվերթների վրա ծախսվող գումարները կարող էին ուղղվել կարիքավոր տարեցների եւ երեխաների խնամքին։ Ունենալով 1 միլիոնից ավել աղքատ բնակչություն, իրավունք չունենք մեր հանրային գումարները այդպիսի ձևերով ծախսել։ Եվ այստեղ պետք է ցանկացած դրամ խնայվի եւ ուղղվի ըստ նպատակի։ Վարչապետը դա մեկ օղակ է, իսկ իհարկե նաեւ նախագահի աշխատակազմի գումարները հսկայածավալ են եւ նրա թռիչքների գումարները նույնպես հսկայածավալ են։ Այս ամենը պետք է խիստ քննադատել եւ այս արատավոր երևույթը հնարավորինս շուտ մենք պետք է վերացնենք։ Կապ չունի ով է վարչապետ, ով է նախագահ։